Բարի երեկո, եթերում օրակարգն է կենտրոնում եւ ես Շաքե Իսայանն եմ։ Այսօր մեր տաղավարում է արևելագետ Գոր Գևորգյանը։ Բարի երեկո, պարոն Գևորգյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Գևորգյան, բնականաբար մեր զրույցը չենք կարող սկսել առանց անդրադառնալու այսօրվա միջազգային իրադարձությամբ, որը կարծես թե ցնցել է այսպես առավոտից համացանցը։ Խոսքը վերաբերում է Իսրայելի կողմից հարվածներին Իրանի թե ռազմական եւ թե տարբեր օբյեկտներին, որտեղ արդեն տվյալներ կան բարձրաստիճան զինվորականներ են սպանվել, զոհեր կան այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում եւ այլն եւ այլն։ Ես առաջին հարցադրումը կուզենայի ձեզ ուղղել, ինչպես եք գնահատում այս զարգացումը, եւ սա կանխատեսելի էր, որովհետեւ այս ժամանակներում տարբեր մասնագետներ արդեն տարբեր վերլուծություններ են անում։ Սովորաբար նման իրավիճակներում որքան էլ որ ակնկալվողը կանխատեսելի է, այդուամենայնիվ կարծում եմ, որ շատերը փորձում են խույս տալ վերջնական գնահատական տալուց, արդյոք այդ էսկալացիան ռազմական կլինի թե չէ, որովհետև դա շատ վտանգավոր եւ բավականին բարդ հետևանքներով լի գործընթաց է։ Գիտեք, ընդհանրապես այս դիմակայությունը, որը վերածվել է արդեն բացահայտ հակամարտության Իրանի եւ Իսրայելի միջեւ, նոր չէ։ Ինքն ունի իր պատմական, այսպես կոչված ժառանգությունը, բայց վերջի երկու առնվազն տարիների ընթացքում այս իրավիճակը շատ ավելի սրվել է, որովհետեւ մեծ հաշվով Մերձավոր Արևելքում եւ նաեւ Հարավային Կովկասում տեղի են ունենում այսպես խորքային աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, որոնք բերում են գլոբալ առումով ուժերի նոր հավասարակշռության ձևավորմանը։ Եվ այստեղ պետք է նաև արձանագրենք, որ դոմինանտ կամ գերակշիռ դերակատարություն են սկսում զբաղեցնել Մերձավոր Արևելքում երկու խոշոր խաղացող, դա Իսրայելը եւ Թուրքիան է, իսկ Հարավային Կովկասում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ես պայմանական ասած իրենց ասում եմ աշխարհաքաղաքական տրիո, այսինքն Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս։ Հարձակումը, որը Իսրայելը կազմակերպել է, կարող ենք ասել, որ այդ պատմական ժառանգության շրջանակներում ամենաայսպես ծավալուններից մեկն է, եթե ոչ առաջինը, որովհետև թիրախավորել էին շուրջ մի քանի տասնյակ ուրեմն ռազմավարական նշանակության օբյեկտներ, այդ թվում միջուկային օբյեկտներ, բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, եւ ընթացքում նաեւ թիրախավորել էին բավականին այսպես առանցքական կերպար ունեցող անձանց ռազմաքաղաքական ղեկավարությունից, նաեւ այն գիտնականներին, որոնք որ ներգրաված էին միջուկային այդ ծրագրի մեջ։ Պետք է նշենք, որ Իսրայելի վարչապետը արդեն հայտարարել է, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ Իրանը այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ Իսկ դա նշանակում է, որ ռազմական էսկալացիայի արձագանքը շատ վտանգավոր իրողությունների առաջ է կանգնեցնում Հարավային Կովկասը եւ այս դեպքում պիտի հարցնեի շատ ներողություն ձեր դիտարկմամբ կա վտանգ որ կարող է տեղափոխվել Կովկաս, նաեւ հաշվի առնելով հատկապես մեր երկրի հետ Իրանի սահմանային այս անմիջականությունը եւ իհարկե նաեւ իրենց կողմից զգայունությունը Սյունիքի հարցում։ Նախ եկեք արձանագրենք մի շատ կարեւոր հանգամանք, որովհետեւ վստահ եմ վաղը մեր այս քննարկումը կլսեն տարբեր մարդիկ, այդ թվում նաեւ մեր հարևան երկրների պաշտոնյաները կամ փորձագետները ցանկացած բարեկամ երկրի նկատմամբ նման ոտնձգությունը խնդիր է Հայաստանի համար։ Սա մեկ։ Երկրորդը, մենք պետք է նաև փաստենք, որ տևական ժամանակ Իրանը որոշակիորեն հանդիսանում է Հայաստանի անվտանգության մանավանդ հարավային հատվածի անվտանգության առումով ուժերի հավասարակշռող գործոն։ Այո։ Եվ այս իմաստով Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն խարխլում է նաև այդ հարաբերական փխրուն հավասարակշռությունը, որը որ վերջի 2-3 տարին որքան էլ որ ասում ենք խարխլված է, ճոճվում է, բայց այդ ամենի վարկա է։ Այո։ Եվ երրորդը, եթե մենք խոսում ենք Իսրայելի ռազմական հարվածների շարունակականության մասին, դա պետք է ոչ միայն դիտարկել այն վտանգի ներքո, որ այդ ռազմական էսկալացիան կարող է ծավալվել, այլ դա կարող է վերածվել սողացող սպառնալիքի առաջին հերթին Հայաստանի համար որպես Հարավային Կովկասի բաղկացուցիչ։ Ինչ առումով։ Մենք շատ լավ գիտենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի շուրջ անվտանգային ակցիանը գնալով ավելի սեղմվում է։ Եվ դրա ետևում կանգնած են երկու խոշոր դերակատարներ Հարավային Կովկասում արդեն իսկ,
որոնք այդ 44-օրյա պատերազմից հետո շատ ավելի այսպես ուժեղացված նոր դեմքով են հանդես գալիս, դա թուրք-ադրբեջանական ալյանսն է։ Եվ այս իմաստով հարցերը, որոնք որ Ադրբեջանը Հայաստանի հետ դեռ չի կարգավորվել եւ գտնվում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթ օրակարգային հարցերի շարքում, միանգամից նման իրավիճակում, երբ Իրանը թուլանում է, գալիս են առաջին տեղ։ Եվ այս իմաստով սա հենց այդ սողացող սպառնալիքն է։ Վաղը եթե Ադրբեջանը փորձի ներկայացնել նոր իրողություններ մեզ համար նոր փաթեթավորված, բայց հին նույն այդ սկավառակի ներքո, որն է այդ սկավառակի ներքոն, ասում են իրավաբանների մոտ կա, չէ, ասում են հիմնավոր կասկածներ ունեն, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը Հայաստանի ոչ կենսունակ պետություն դարձնելն է։ Այսինքն առաջիկա 50-100 տարիների կտրվածքով Հայաստանը պարզապես ի վիճակի չլինի հզորանալու։ Իսկ դրա համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները։ Ամեն դեպս արտաքին, այսպես ասած, միջավայրի ուսումնասիրության արդյունքում։ Այդ դեպքում ինչ պիտի անի Հայաստանի Հանրապետությունը կամ առնվազն օրվա իշխանությունը, հա, ի նկատի ունեմ քաղաքական կուրսի առումով այս պայմաններում կամ քայլերի հաջորդականությունը, որպեսզի այդ հնարավոր ռիսկերը տարածաշրջանային, հա, մեղմվի։ Նախ ես մի փոքր թերհավատ եմ, թե արդյոք ինչ գույքագրված արված աշխատանք կա այդ առումով, որ հասանելի չէ։ Այսինքն սովորաբար երկրներ կան, որտեղ որ պետական մակարդակով վերևից իջնում է իմպերատիվ այս կամ այն փորձագիտական հարթակին կատարել որոշակի վերլուծական աշխատանք եւ այսպես ֆուտուրոլոգիական կտրվածքով ներկայացնել ենթադրենք համարժեք իր էսկալացիայի դեպքում ինչ է սպառնում այս կամ այն երկրին, որը ես գոնե չգիտեմ համեն դեպս, եթե կա այդպեսին, արվելա թե չէ, եթե կա այդպեսին ուղղակի ցանկալի կլիներ որպես մասնագիտական որոշակի հարթակ ներկայացնող մարդ կամ իմ գործընկերները եւս դրան ծանոթանանք։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Առաջին հերթին պետք է շատ արագ տեմպով աշխատի այն պետությունների հետ, որոնք որպես ուժային կենտրոն ներգրաված են Հարավային Կովկասում։ Եվ թիվ 1 խնդիրը, որը պետք է դրված լինի արտաքին քաղաքական այս ձևաչափի մեջ, դա երաշխիքներ փնտրելն է, երաշխիքներ ստանալն է։ Ես 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար յուրաքանչյուր գրառման մեջ կամ յուրաքանչյուր հարցազրույցում ասում եմ, որ Հայաստանի համար թիվ 1 խնդիրներից մեկը դա գործընկեր երաշխավորող փնտրելն է, իրական գործընկեր երաշխավորող։ Պատմությունը ունի այդպիսի դեպքեր, դրանք շատ չեն, բայց կան։ Եվ պետք չէ այդ հարցում լինել շատ այսպես հոռետես։ Այո, Հայաստանը, ես սովորաբար ասում եմ, փոքր երկիր է մեծ առաքելությամբ, եւ այստեղ մենք կարող ենք գտնել այդպիսի երաշխավորներ։ Ոչինչ որ միտեղ ձախողվել ենք, ոչինչ որ միտեղ չի ստացվել, բայց շարունակականությունը այդ սպառնալիքների որևէ տեղ չի կանգնել։ Նա նույն տեմպով մի փոքր դանդաղեցված, մի փոքր արագեցված, բայց դա սողացող սպառնալիք է։ Հնարավոր է այս օրերին էլ դեռ, որովհետև հաճախ լսում ենք պարտված երկիր ենք, չգիտեմ, սա չունենք եւ այլն, չենք կարողանում, մեզ լուրջ չեն դիտարկում եւ չենք կարողանում գործընկերներ ձեռք բերել։ Մենք պարտվել ենք պատերազմում, բայց դեռ տանուլ չենք տվել պետությունը։ Եթե մենք ուզում ենք մեզ համոզել, որ պետությունը տանուլ ենք տվել, ուրեմն ավելավե մենք հենց հիմա արձանագրենք, որ մենք այլևս իրավունք չունենք որևէ ապագայի, այո, անձնատուր ենք եղել։ Ես կարծում եմ, որ պարտվել ենք պատերազմը, բայց դեռ տանուլ չենք տվել մեր պետության ապագան։ Բայց այս տրամաբանության մեջ, եթե մենք փորձում ենք նմանատիպ վտանգներին մոտենալ, այսպես ինչպես ասում էին դասականները աղջկական ճակատագրապաշտությամբ, որ մի օր այս հարցը կկարգավորվի, չի կարգավորվի, մենք մեր հարցերը պետք է կարգավորենք։ Եվ այստեղ նորից եմ կրկնում, գիտեք, դիվանագիտությունը ինքը վերաբերում է հումանիտար ոլորտին, այսպես ասած գուշակություններ, հետո աշխատանք, բայց ինքը ունի նաև մաթեմատիկական ճշմարտություններ։ Դրանցից մեկը ճիշտ աշխատանքի արդյունքում երաշխավորող գտնելն է։ Փոքր պետությունները դատապարտված են ամբողջ իրենց գոյության ընթացքում փնտրել նմանատիպ սատար կանգնող պետությունների աջակցությունը եւ իրենց սեփական ներուժը զարգացնելու միջոցով նաեւ։ Դիցուք հենց ձեր հարցի այս կողմում կանգնած գործոնը Իսրայելը։ Գիտեք, մեր մոտ շատ հաճախ զուգահեռ են անցկացնում Հայաստան, Իսրայել, Հայաստան, Սինգապուր, Հայաստան, չգիտեմ, եւս մեկ այլ նմանատիպ երկիր։ Մենք ամբողջությամբ տարբեր բարոյահոգեբանական կերտվածք ունեցող, բարոյահոգեբանական ընկալում ունեցող ժողովուրդներ են, բայց մեզ բոլորից միացնում է մեկ հիմնական նկատի ունեմ Իսրայելը եւ Հայաստանը,
միացնում է մեկ կարևոր, ուրեմն, այսպես ասած, խնդիր կամ օրակարգ։ Դա անվտանգության երաշխիքներն են։ Այդ անվտանգության երաշխիքների հարցում մենք պետք է օրինակ վերցնենք այն պետություններից, որոնք որ իրենց համար այդ անվտանգության սահմաններն ու բարձիկները արդենից ստեղծել են ունեն։ Եվ իրենք են ստեղծել, որևէ մեկը չի մատուցել իրենց։ Իսրայելի կարգախոսը հոլոկոստի նկատմամբ գիտեք որն է։ Այլևս երբեք։ Հիմա իրենք այլևս երբեք տրամաբանության մեջ այն պայմանական սպառնալիքներին ցույց են տալիս, որ չի կարող որևէ մի պետություն, անգամ եթե դա հազարավոր մղոններ կամ կիլոմետր հեռու է գտնվում, իրենց անվտանգությանը որևէ ձևով մարտահրավեր նետել։ Եվ դրա վառ ապացույցը այսօրվա այսպես հանդուգն եւ ուրեմն այսպես լավ կազմակերպված հարձակումներ մեծ բարեկամ համարվող հարևան երկրի վրա։ Շատ լավ, այդ իմաստով շարունակենք հետևել, հա, հետագա զարգացումներին, ու գուցե էլի առիթ լինի ձեզ հետ զրուցելու, այս պահին եթե թույլ կտաք նաև անդրադառնանք մեր երկրի ներսում, հա, տիրող իրավիճակին, մասնավորապես պարոն Գևորգյան, վերջին ժամանակահատվածում անընդհատ լսում ենք տարբեր ձևակերպումներ այս կամ այն հարցում աննախադեպ լինելու, պատմական շրջադարձեր, հա, չգիտեմ, ստեղծելու, այդ ձևակերպումները այսպես շատ հաճախակի են դարձել մեր ականջին։ Ես կուզենամ միասին քննարկենք այն հանգամանքը, մենք հասկանում ենք այսօր իբրև պետություն, իբրև ժողովուրդ, ուր ենք գնում, գիտակցում ենք պատմության, հա, այդ որ էջում ենք այսպես կտրուկ փոփոխությունների ենթարկվում, թե այդ գիտակցության զգացումը այնուամենայնիվ չկա մեզանում։ Սովորաբար երբ մենք խոսում ենք այդ պատմական իրողությունների վերարժևորման կամ այդ գիտակցության մասին, մենք պետք է հասկանանք ընդհանրապես այս կամ այն պետությունում, տվյալ դեպքում Հայաստանում, օրվա իշխանության իր ժողովրդին իջեցված հրամայականը որն է, այսինքն ինչ ինքը դիսկուրս է բացում, ինչ խոսույթ է բացում, որի շրջանակներում պետք է համապատասխան ուղերձներ հասցվի։ Հիմա, գիտեք, նորից եմ կրկնում, 44-օրյա պատերազմը հենց այդ բեկումնային պատերազմն է, որը որ պետք է ստիպի էր կամ ստիպի հիմա, որպեսզի մարդիկ շատ ավելի զգուշորեն եւ շատ ավելի վերարժևորվողի տեսակետից նայեն այն ամենը, ինչ որ եղել է մինչեւ 44-օրյա պատերազմը եւ դրանից հետո։ Ես ենթադրում եմ, որ այդ վերարժևորումը այդուամենայնիվ չկա, որովհետև Հայաստանը հայտնվել է ուրեմն անցյալի հպարտության եւ իր ներկայի նկատմամբ, ապագայի նկատմամբ, ներկայի նկատմամբ, ապագայի նկատմամբ վախի միջև։ Իրական Հայաստանը սա է, չէ՞ որ դա է այսօրվա հրամայականը։ Ու եթե, հա, եթե ես ճիշտ եմ ընկալում այդ ուղերձը, եթե մենք ժամանակին պատմական Հայաստանը թողնեինք հանգիստ կամ մոռանայինք եւ անցնեինք, գուցե մենք 44-օրյա պատերազմ չէինք ունենա, մենք կգնահատեինք այն ամենը, ինչ որ ունենք եւ այլն եւ այլն։ Ճիշտ չեմ ընկալել ես հրամայականը։ Ընդհանրապես պատերազմը դա ցանկացած պատերազմ, 44-օրյա պատերազմը դա արտաքին քաղաքականության, ձախողման նաև դրսևորում է։ Ի թիվս շատ այլ գործոնների, որոնց ցավոք սրտի ենթադրում եմ, որ այս հաղորդման ընթացքում մենք չենք հասցնի քննարկել կամ դրանց անդրադարձ կատարել, բայց պետք է հասկանանք, որ առաջին հերթին պատերազմը, եթե կա, արկա է, դա ուրեմն արտաքին քաղաքականության ձախողումն է եւ տապալումն է։ Հիմա ինչ վերաբերվում է այդ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածին եւ ձեր հարցադրմանը, որպեսզի ավելի կարճ ասեմ եւ ինքը լինի շատ ավելի այսպես նկարագրական բովանդակալից, մենք ունենք ինքնությունը պահպանելու եւ ինքնությունը ձախողելու լրջագույն խնդիր, պետության ինքնությունը եւ հայկականությունը, այսինքն հայկականության ինքնությունը։ Հայկականության ինքնությունը վտանգված է, հայկականության ինքնությունը սպառնալիքի առջև է, որովհետեւ այն ձևակերպումներ, այն խոսույթը, որով այսօր բառացիորեն այսպես կուլուլված է եւ կամ տառապում է մեր հասարակությունը, դա խոսում է այդ խորը ճգնաժամի մասին, արժե համակարգային ճգնաժամի մասին։ Գիտեք, ապամոնտաժվում է երրորդ հանրապետության բոլոր հնարավոր արժե համակարգային հենասյուները։ Մասնավորապես
Դրա վերջին հանգրվանը, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցին է, որին ես կարծում եմ մենք անդրադառնանք։ Ձեր թույլտվությամբ, այո, վստահաբար կանդրադառնանք, բայց ես հիշեցի մինչ այս եթերը մենք հեռախոսով երբ զրուցում էինք, դուք հետաքրքիր մի թեմա արծարծեցիք, ելի էս պատմական եւ իրական Հայաստանների միջև։ Կարծեմ թե դուք այսպեսի միտք ասեցիք, որ Հայաստանի Հանրապետությունը այս օրերում մնացել է այս երկուսի արանքում։ Մինչդեռ մեզ ասում են, որ չէ, սա է իրական Հայաստանը, պիտի գնահատենք ու կարողանանք պահել ու պահպանել սա։ Գիտեք, ցավոք սրտի մեր պետությունը սայթակել է կեղծ հայրենասիրության եւ կապիտուլյացիայի պատրանքային ռեալիզմի միջև կամ ռացիոնալիզմի միջև։ Այսինքն մենք մի կողմից ունեցել ենք ոգեղենիկ ընկալումներ, որոնք որ ցավոք սրտի որևէ կերպով չեն փորձել արդարացվել եւ իրականության հետ որևէ առերեսում չեն կարող ունենալ եւ միևնույն ժամանակ ունենք մեր այսօրվա իրողությունը, որը շատ ավելի անմխիթար է, քան այն ինչ որ ունեցել ենք մինչեւ 44-օրյա պատերազմը։ Ես համոզված եմ, որ ցանկացած պետություն, եթե չունի ինքնություն, ինքը անդեմ պետություն է կամ պարզապես գոյություն չունի։ Ցանկացած ժողովուրդ, եթե չունի ինքնություն, դա արդեն ձախողված կամ անդեմ ժողովուրդ է եւ առավել եւս անդեմ ազգ։ Հայ ժողովուրդը ունի պատմական անցյալ։ Հայոց պետականությունները ունեցել են իրենց համապատասխան տեղն ու կարգավիճակը տարածաշրջանում։ Մեր սերունդները նախորդ եւ նաեւ ապագա ես հուսով եմ եւ փորձում եմ այսպես ենթադրություն անել, որ մեծանալու են պատմական հիշողության ժառանգությունը իրենց մեջ տանելով, որովհետեւ եթե ժողովուրդը չունի պատմական հիշողություն, նա չունի ներկա եւ առավել եւս մշուշոտ եւ գրեթե բացակայող ապագա։ Եվ քիչ առաջ երբ մենք խոսում ենք Իսրայելի նման պետության մասին, մենք հենց խոսում ենք այն բանի մասին, որ Իսրայելի ամբողջ ռազմաքաղաքական դոկտրինան հիմնված է պատմական հիշողության վրա։ Այո, պատմական հիշողությունը նրանց շարժիչ ուժն է։ Պատմական հիշողությունը ամեն ուր է Իսրայելում, ամեն խաչմերուկում եւ անկախ այն բանի ժողովրդի որ մասը, որ հատվածն է դա ընդունում թե չէ, պետական մակարդակով իջեցվում է այդ հրամայականը, որ դուք չպետք է մոռանաք ձեր պատմությունը, դուք չպետք է մոռանաք ձեր առաջնահերթությունները։ Քաղաքականության թիվ 1 օրակարգը անվտանգային հիմնախնդիրն է, որը ելի հիմնված է պատմական հիշողության վրա։ Սա չպետք է ընկալել որպես ռևանշիստական ինչ-որ ձևակերպում։ Սա չպետք է ընկալել որպես մի իրողություն, երբ մենք փորձում ենք հետ կանգնել զարգացման տեսլականից, երբ մենք փորձում ենք տապալել հարևանների հետ հարևանություն անելու ձևաչափը, ամենևին, բայց դու պետք է հասկանաս քո հարևանը ով է, դու պետք է ճանաչես քո հարևանին, բայց այս խիստ մտավախություն է, որ մեր հարևանը մեզ ավելի լավ է ճանաչում, մեր բոլոր թույլ եւ ուժեղ կողմերից, քան մենք մեր այն հարևանին, որը որ պոտենցիալ սպառնալիք է մեզ համար, իր ուժեղ եւ թույլ կողմերով։ Դե հիմա տեսեք, պարոն Գևորգյան, անդրադառնալով իշխանություններ հայ առաքելական եկեղեցի հարաբերություններին, հա, Հայաստանի պետական համակարգը եւ հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները, հա, դարեր շարունակ մշտապես ունեցել են յուրահատուկ տեղ, դեր եւ դինամիկա։ Այդ ոնց է ստացվում, որ մենք հանգում ենք այսպիսի կետի։ Որն է ըստ ձեզ, հա, սրա այդ դիրքային, խորքային բախման պատճառը, հա, որովհետեւ եթե սա քաղաքական օրակարգի մի մաս է, ուրեմն հասկանանք, որ այդպես է։ Եթե ոչ, ուրեմն ինչ է ավելի լայն, հա, ինքնության, արժեհամակարգի, չգիտեմ, պատմության ընկալման խնդիր է։ Դուք ինչպես եք կարծում։ Տեսեք, ընդհանրապես, երբ պետությունը հայտնվում է ներքաղաքական ճգնաժամի մեջ եւ պետությանը կան արտաքին սպառնացող մարտահրավերներ, սովորաբար որևէ մի ներպետական կառույց, որը կարող է կապ չունենալ պետական կառավարման համակարգի հետ, այն է հայ առաքելական եկեղեցին, սովորաբար ստանձնում է որոշակի դիրքորոշում եւ կարգավիճակ հասարակությանը կոնսոլիդացնելու, ճիշտ դեղատոմս բարեհոգեբանական ընկճախտից դուրս գալու համար ներկայացնելու համար եւ այլն։ Սա եղել է մեր ողջ պատմության ընթացքում մեզ ուղեկցող կարևորագույն գործոն։ Ոնց հանգեցինք այսօրվան։ Հիմա հերթով ասեմ ձեզ, նախ հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, սա պետք է ֆիքսենք։ Եվ եկեղեցին որպես կարևորագույն գործոն չպետք է դիտարկել որպես կրոնական, այսպես ասած, կազմակերպություն։ Դա սրբազանական կոդ է, հայկականության, համայն հայության արժեհամակարգային կոդն է։ Մարմին գործոն, որը նաև սատար է կանգնում հայկական ինքնությանը։ Տվյալ դեպքում նաև Հայաստանի Հանրապետության
ինքնությանը, ճանաչելիությանը։ Եվ այս առումով պատմության տարբեր ամենածանր հատվածներում, երբ մենք անգամ չենք ունեցել պետականություն, եկեղեցին ստանձնել է հայ ժողովրդի կոնսոլիդացման, հայ ժողովրդի կազմակերպման կարևորագույն առաքելությունը։ Հիմա ցամաքությամբ մենք աշխարհիկ պետություն ենք, եւ որևէ մի պետական մարմին իրավունք չունի միջամտելու առհասարակ եկեղեցական գործերի։ Աշխարհում չկան նմանատիպ կառույցներ, որտեղ չլինեն խնդիրներ, բայց այդ խնդիրները հանրայնացման ենթակա չեն։ Այդ խնդիրները լուծվում են այլ ձևով, այդ խնդիրները լուծվում են ոչ հանրային, եւ այդ խնդիրները պետք է ունենան մինիմալ ռիսկեր այն հավատավորների համար, ովքեր եկեղեցին ընկալում են որպես իրենց ինքնության մաս կազմող սրբօջախ։ Սա փաստ է։ Հաջորդը եկեղեցու նկատմամբ այս քաղաքական արշավը, որը որ սկսվել է, ես անցած անգամ էլ ասացի, ենթադրաբար երկու հիմնական, այսպես ասած, ենթատեքստ ունի։ Առաջինը, որ եկեղեցին պատերազմից հետո փորձել է որոշակիորեն կոնսոլիդացնել հանրությունը, որը շատ էական եմ համարում այն առումով, որովհետև դեղատոմսը, որը հաճախ չի կարողանում ներկայացնել իշխանությունը, ինչ պատճառներով ներկայացնում է եկեղեցին, որպես իր հավատավորների հոտը համախմբող եւ այսպես ասած կոնսոլիդացնող մարմին։ Եվ երկրորդը 2021 թվականից եւ 21-ից առաջ եկեղեցին կարծեք թե փորձել է նաեւ որոշակի դիրքորոշում եւ կարծիք հայտնի Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին եւ դրանց նկատմամբ Այդ թվում կարծես արտաքին քաղաքականության, հա։ Գիտեք, ներքինը միշտ արտաքինը միշտ ացանցիալ է ներքինից։ Երբ դուք խնդիր եք տեսնում, դուք որպես մարմին կարող եք խորհրդատվական որևէ ձևակերպմամբ հանդես գալ կամ հուշելու կարգավիճակով հանդես գալ։ Դա չի նշանակում, որ դու պարտադրում եք։ Տեսեք, եկեղեցու հայտարարությունը օրեր առաջ, որը հրապարակվեց Սուրբ Էջմիածնի կողմից, շատ հավասարակշռված, չափավոր, ճիշտ շեշտադրումներով հայտարարություն է։ Եվ ամենակարևորը, որ եկեղեցին որպես եկեղեցի հենց դրանով է տարբերվում, որ նա չի մտնում որևէ սադրիչ, այսպես ասած, խոսույթի մեջ, սադրիչ գործընթացների մեջ եւ իրեն դիրքավորում է որպես իրոք բոլոր հավատավորների համար սուրբ օջախ։ Եվ մի կարևոր հանգամանք է, մենք պետք է հասկանանք, որ եկեղեցու առջև բոլորը ընդհանրապես հավասար են։ Քրիստոնեությունը եւ առհասարակ քրիստոնեական առաքինությամբ ապրող այդ սրբազանական կոդը ներկայացնող մարմինը բաց է բոլորի առջև։ Եվ չի կարելի հայ եկեղեցու եւ մի ուրիշ հանգամանք է։ Դուք հասկանում եք, մեր ժողովրդի մի հատվածը վեհափառ հայրապետին ուղված հարցադրումները ընկալում է որպես հարցադրումներ ուղված եկեղեցուն։ Ես դա հասկանում եմ, բայց հիմա տեսեք, մյուս կողմն էլ պնդում է, որ իրենք էլ են հանդես գալիս որպես հավատավոր ժողովրդի մի մասը եւ խնդիրը ուղված չի առաքելական եկեղեցուն։ Խնդրում են, որպեսզի դա այդպես շղարշել ու չպրոյեկտել հայ առաքելական եկեղեցու վրա։ Ուրեմն, եթե Բարսաստիճան Պաշտոնյան թիրախավորում է եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցիչին, ինքնաբերաբար թիրախավորում է նաև եկեղեցին։ Դուք չեք կարող ինձ պատմության մեջ բերել մի քանի օրինակներ կաթողիկ եկեղեցում Հռոմի Պապի ինստիտուտի նկատմամբ որևէ մի եվրոպական ղեկավարի կողմից մանավանդ նորագույն շրջանում նմանատիպ հարցադրումների ինչ որ մի շարան։ Չկա այդպիսի բան, որ մեկը վիճարկի հանրային, հրապարակային, ամենա այսպես մեղմ ասած ոչ բարեհունչ բառամթերքով Հռոմի Պապի կամ Հռոմի Պապի շրջապատի, այսպես ասած, ուրեմն կարգավիճակը կամ իրենց վարքագիծը։ Չկա այդպիսի բան։ Ով փորձել է անել, ազդություն է, փորձել են անել, բայց դա նորից եմ կրկնում, հանրային քննարկման հարց չէ։ Եթե բան կա խոսելու, այդ խոսելը միշտ կարելի է կազմակերպել։ 2018-19 թվականին նմանատիպ մի հատ գործընթաց եղավ եւ ես այդտեղ ունեցել եմ նաեւ որոշակի նաեւ այսպես ասած միջնորդության փորձ կատարողի դերակատարություն եւ նաեւ փորձել եմ ինչ որ ձևով հասկանալ որտեղ է այդ լարման այսպես ասած պատճառը, որը որ չպետք է լինի, որովհետեւ ելի եմ կրկնում։ Հասկացաք այդ ժամանակ։ Դե ինքը համենայն դեպս որոշակիորեն մեղմացավ, բայց հասկանալի էր, այո, հասկանալի որ խնդիրը ամբողջությամբ սպառված չէ։ Այսինքն դու պետք է նախ ձևակերպես ինչ ես ուզում, բայց դրանք նորից եմ կրկնում, հանրային քննարկման հարցեր չեն։ Դուք հարևաններին չպետք է ցույց տաք,
թե ինչ խնդիր ունեք, ձեր ինքնությունը պահպանող, դա հասկանում եք ներկուսակցական, ներֆրակցիոն խնդիր չէ, որը էլի մեծ հաշվով խորհրդապահական, այսպես ասած, կոդից է օգտվում։ Դա պետության հիմնասյուներից մեկն է, չնայած մենք աշխարհիկ պետություն ենք։ Ինքնության պահապան հիմնասյուներից մեկն է։ Եվ այդ ինքնության պահապան հիմնասյուների վերաբերյալ հարցերը հանրային չեն քննարկում։ Դուք հասկանում եք, բարձրաստիճան պաշտոնների կողմից հրապարակվող գրագրությունները, հայտարարությունները, դրանք լսում են նաև այն պետությունները, որոնք հետաքրքրություն ունեն եւ շահեր ունեն տարածաշրջանում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Շատ լավ, պարոն Գևորգյան, հասկանալի է դիրքորոշումը։ Ձեր թույլտվությամբ այս պահին քննարկենք նաև Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների խնդիրը, հա։ Մեր հաղորդման շրջանակներում ես գրեթե բոլոր հյուրերի հետ այս հարցին անդրադառնում եմ, ինչու որովհետև մեր հայրենակիցները շարունակում են Բաքվում պահվել անազատության մեջ, հա, առ այսօր մենք չունենք հստակ պատասխան, թե ինչ է արվում գերիների տուն վերադարձի համար, ավելին շատերը օրինակ հենց այս օրերին, երբ այդ տարբեր խոսույթը կար մեր երկրի ներսում, բարձրաձայնում էին, հարցադրում, որ մեր գերիները մոռացվել են։ Ինչու չենք կարողանում այնպես անել, որ իշխանությունների տեսակետը հասկանալի է այս հարցում, հա, արդեն վաղուց բոլորիս համար։ Ինչու մենք հասարակությունը չենք կարողանում այնպես անել, որ այս հարցը մշտապես լինի հանրային եւ մեդիա օրակարգի կենտրոնում եւ ըստ ձեզ ինչ պիտի անենք առհասարակ, հա, որ չեն կարել, եթե որևէ ուղերձ ունեք այդ մասով հասարակությանը, մեդիա հարթակներին, մեզ բոլորիս հետաքրքիր կլինի իմանալ ու ընդհանրապես ինչպես եք պատկերացնում այս հարցի լուծումը, հա, որովհետև խոսում ենք կոնսոլիդացիայից, խոսում ենք Սփյուռքի ներուժից, բոլոր հնարավոր տարբերակներից, բայց միևնույնն է, դրանք ինչ որ ժամանակավոր բնույթ կրող երևույթներ են։ Հետո կարճ ժամանակ հետո կարծես թե լռության, մոռացության այդ շղարշն է պատում։ Այդ կազմակերպված լռություն ու մոռացություն է, թե այնուամենայնիվ մենք հոգնել ենք կամ հանձնվել ենք այս մշտական պայքարից։ Անչափ ցավոտ հարց եք բարձրաձայնում, մասնավորապես նաև այն պետության համար, ով ունեցել է հերոսամարտ, հետո ունեցել է որոշակի, այսպես ասած, դեգերումների շրջան, հետո նաև պարտություն եւ հիմա փորձում է, այսպես ասած, որ մեջ կպարզել, ոտքի կանգնել եւ այս առումով սա շատ ցավոտ հարց է, բայց տեսեք, նախ եկեք ես ուզում անձամբ իմ եւ շատ շատերի անունից մեր պատանդարուներին Բաքվում պահվող քաջառողջություն եւ համբերություն մաղթեմ եւ Աստծուն ապավինենք եւ խնդրենք, որպեսզի մեկ րոպե շուտ հայտնվեն ազդության մեջ։ Սա շատ կարեւոր փաստ է, որը պետք է արձանագրենք եւս մեկ անգամ։ Տեսեք, նորից կներեք, մասնագիտական առումով անընդհատ գնում եմ դեպի Մերձավոր Արևելք։ Հիմա Իսրայելում վերջի Գազայում պատերազմի ընթացքում եւ դրանից առաջ տարբեր խաչմերուկներում, կարևոր հրապարակներում Թել Ավիվի փակցված էին Գազայում պահվող, գերեվարված Իսրայելի քաղաքացիների նկարները։ Անկամ նրանք, ովքեր Իսրայելի քաղաքացի չէին, բայց հայտնվել են այնտեղ, բայց Իսրայելը համարում որ դա իր պատիվն է, իր խարանն է։ Եթե մարդը եկել է զբոսաշրջության կամ սովորել է, եւ իր երկրից է գերեվարվել է։ Այս մարդկանց նկարները, այդ գերեվարվածների նկարները փակցված են այդ վահանակների վրա, անուն ազգանունով, ծննդյան տարեթվերով։ Մարդը, ով ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց իր համար կարևոր է ինքը անվտանգ երկրում է ապրում թե ոչ, որովհետև բարեկեցությունը առանց անվտանգության ոչ ոքի պետք չէ։ Փողոցով քայլելուց ուշադրություն է դարձնում եւ տեսնում է, իրենք դեմքով ճանաչում են բոլոր այդ մարդկանց, ովքեր որ գերեվարվել են։ Հիմա դուք պատկերացրեք, ես օրինակ եմ բերում, եթե նմանատիպ մի ակցիա կամ նմանատիպ մի շարունակական գործընթաց ծավալվում է Երևանում, դա դառնում է քո օրվա առօրյայի մասը եւ դու մտածում ես դրա մասին, ոնց անես, որ ապրումակցես Բաքվում պահվող քո հայրենակից պատանդարուներին։ Նորից եմ կրկնում, այստեղ չենք վիճարկում ով ինչ է արել, ինչի համար է, ոնց է, մենք պետություն ենք, մենք ունենք մեր դատաիրավական համակարգը եւ եթե որևէ մեկը ունի նմանատիպ խնդիր, ապա մեր դատաիրավական համակարգն է ստանձնում
այդ ամբողջ դատապարտման, չգիտեմ ինչ որ նմանատիպ պատժի կազմակերպման գործընթացը։ Տեսնում ենք որքանով է արվել այս ընթացքում կամ արվում, հա, ինչ է պաշտոնական մեկնաբանությունը սրա, այս հարցում մենք չենք խոսում, մենք գործում ենք, գերիների հարցում պետք չի խոսել եւ այլն քաղաքական դիվիդենդներ հավաքել, բայց դե ինձ էլ ձեզ էլ մյուսների համար էլ հասկանալի է որն է օրվա իշխանությունների գործելավոճը այս հարցում։ Իմ հարցադրումը կարող է շատ ավելի ցավոտ է, բայց նաեւ ես ուզում եմ իմանալ մենք հասարակությունս ինչ պիտի անենք, որ չենք անում, որովհետև ինձ մոտ տպավորություն է, եկեք անկեղծ լինենք, որ այս վերաբերմունքը ոչ միայն գերիների հարցին է վերաբերում, այլ մեր պետական, հա, արժեքների, մեր պետությանը վերաբերող այս խնդիրների ամբողջ փաթեթին է վերաբերում։ Սխալվում եմ ես։ Չեք սխալվում, հասարակությունը նախ եւ առաջ պետք է կամ դրա մի հատվածը պետք է նախ սովորի ապրոմակցել եւ սովորի արժանի գնահատական տալ այն զոհաբերություններին, որոնք արվել են հանուն այսօրվա իրենց բարեկեցիկ ճակերտների մեջ կամ կոմֆորտային կյանքը ապահովելու համար։ Մի քանի հազար նահատակված հերոսներ ունենք, որոնց շնորհիվ այսօր կա այս պետությունը, որոնց շնորհիվ հարաբերական առումով այդ բնակչության մի հատվածը կամ հասարակության մի հատվածը գործում է, զբաղվում է իր առօրյա աշխատանքով։ Հիմա դրանցից քանիսն է ապրոմակցում այդ զոհերին, քանիսն է հիշում, որ իրենց համար կամ հանուն իրենց եղել են զոհեր։ Նորից եմ կրկնում, այս հարցերը իրենք իջնում են պետական խողովակներով հասարակությանը։ Պետական խողովակն է տալիս միտք մտածելու համար, պետական խողովակն է տալիս գաղափար դրա շուրջ որևէ մի իրականություն եւ կարծիք գեներացնելու համար։ Նույն աշխատանքը սփյուռքի հետ, պետությունից լավ ոչ ոք սփյուռքի չի կարող աշխատել։ Ինչ կարգի եւ տրամաչափի մեծենատ ուզում ես եղիր, նվիրյալ ազգի, անչափ հարուստ, միևնույն է, այդ կազմակերպման հարցերը բացառապես լավագույնս կազմակերպում է պետությունը։ Եվ նույն ձևով պետությունը պետք է թիվ 1 առաջի պլան մղի Բաքվում պահվող մեր պատանդարուներին ապրոմակցելու խնդիրը։ Որովհետև հասարակության մեջ անհատների հետ երբ զրուցում ենք, այդ ապրոմակցելու, հա, երևույթը կա, հակառակը շատ հաճախ հարցադրումներ են լինում, ինչ կարող ենք մենք անել, այս անզորությունը մեզ սպանում է, ասեք ինչ պետք է անենք, որը պետք է լինի, բայց պետությունից պիտի գա այս ուղերձը, սա էր ձեր տեսլականը։ Այս վերջում շատ են խոսում Վազգեն Սարգսյանից եւ ընդհանրապես այդ անկախականներից, որոնց շնորհիվ ունեցել ենք վերջի վերջո 3-րդ հանրապետություն, ունեցել ենք Արցախյան հերոսամարտ։ Վազգեն Սարգսյանի այսպես պատումներից մեկը ունի մի ձևակերպում, որը կիսատ կասեմ, չծանրաբեռնելու համար մեր հեռուստադիտողին, այսպես ասած, ասում էր ձեր խնդիրը պետություն պահելը չի, պետությունը ձերը չի, ձեր խնդիրը պետության սիրտը պահելն է։ Այսինքն որ տրամաբանությամբ ես ասում, պետությունը ինքը վտանգված լինելով ունի շարունակականություն ամեն դեպքում գոյատևելու։ Դու պետքա քո ապագա սերնդին ճիշտ ուղերձ տաս, ոնց դաստիարակվի, ոնց մեծանա։ Եթե դու այսօր ինքը նայում է, որ իր ավակը չի ապրոմակցում այն մարդկանց, ովքեր որ գտնվում են Բաքվում, եւ նրանց նկատմամբ ամենա այսպես ամոթալի դատական ֆարսն է կազմակերպված, որի մասին արձագանքում են ոչ միայն փաստաբանները, ով զբաղվում են, այլև միջազգային տարբեր կառույցներ։ Եվ դու սա անտեսում ես, բա քո ապագա սերունդը ինչի վրա է դաստիարակվելու, բարոյական արժեքները ոնց են գեներացվելու։ Մենք պետք է հասկանանք, չէ՞ որ այս պետությունը վերջի վերջո ունենալով շարունակականություն գտնվելու է ամուր ձեռքերում, գտնվելու է վստահելի ձեռքերում, այն մեր սերնդակիցների ավելի երիտասարդ սերնդակիցների ձեռքերում, ովքեր որ շատ լավ հասկանում են որտեղ է սկսվում պետությունը եւ որտեղ է ավարտվում հայրենասիրությունը։ Սա շատ էական եւ կարեւոր հարցադրում է եւ դրանք պետք է շատ ավելի ուժեղանային 44 օրյա պատերազմից հետո, որտեղ դա անձնազոհության պատերազմ է, դա պատերազմ է, որտեղ մարդիկ հերոսաբար երիտասարդից մինչև ալեհեր կռվել են երկու բավականին հզոր, դրանցից մեկը առնվազն գերհզոր պետությունների զինված ուժերի դեմ։ Սա շատ բացառիկ բան է։
Շատ լավ, պարոն Գևորգյան, սրանից մոտ 2 շաբաթ առաջ մեր տաղավարում հենց ձեր տեղում նստած իմ հյուրն էր Գագիկ Ծառուկյանը ու զրույցի ընթացքում մի հետաքրքիր միտք առաջին անգամ մեր տաղավարից ասվեց, խոսքը վերաբերում էր առաջարկ Հայաստանին ծրագրին, որտեղ շեշտադրումը հետևյալն էր, որ պետք է լինի վերկուսակցական, այսպես ասենք, մարդկանց համախմբում, գրագետ, պարտկեշտ, մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց ներդրումը ունենալ այդ ազգային ծրագրի մշակմանը, բայց հեռու են տարբեր քաղաքական, կուսակցական լեյբլներից, այդ օրակարգերից, որովհետև մեկնաբանությունը սա էր, որովհետև մարդիկ ուզում են հանուն երկրի որևէ քայլ կատարեն, բայց կուսակցական մոտեցումները, կուսակցական օրակարգերը այս մարդկանց կաշկանդում է։ Հիմա իմ հարցադրումը հետևյալն է, նախ դուք որքանով եք իրատեսական համարում նման ծրագրի մշակումը եւ երկրորդը, օրինակ որպես կիրթ մարդ, որպես մասնագետ, եթե դուք վաղը հրավեր ստանաք այդ ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցելու, ինչպիսին կլինի ձեր դիրքորոշումը։ Վերջից սկսեմ, նախ ցանկացած գործընթաց, որը միտված է ամրապնդելու մեր պետությանը, ուժեղացնելու մեր պետությունը, կոնսոլիդացնելու հասարակությունը, ես եւ ինձ նման շատ-շատերը կազմ ու պատրաստ կանգնած ենք։ Սա մեկ։ Ողջունելի է պարոն Ծառուկյանի առաջարկությունը, որովհետեւ պարոն Ծառուկյանը խոսում է մի հարթակի մասին, որը դասական քաղաքագիտության մեջ կոչվում է տեխնոկրատական միություն կամ տեխնոկրատական պլատֆորմ, որտեղ հավաքվում են տարբեր մասնագիտական կարողություն ունեցող մարդիկ, ովքեր ծառայում են ի նպաստ պետությանը, մշակում են որևէ տեսակի ճանապարհային քարտեզ իր հստակ նպատակներով, այժմ էական է եւ շատ կարեւոր, դա փաստ է։ Իսկ հիմնախնդիրները որոնք պետք է լինեն ըստ ձեզ, այսինքն սոցիալական, չգիտեմ, կրթական, անվտանգային, թե հակառակը արժեքային համակարգի օրինակ վերաշերտավորում։ Շատ կարեւոր հարցադրում եք կատարում, մեզ համար բնականաբար անվտանգային խնդիրը այսօր թիվ 1 խնդիրն է, բայց անվտանգային խնդրին հավասար նույն նիշի վրա կանգնած են նաև արժեհամակարգային խնդիրները, որովհետև փաստացի, եթե մենք արժեհամակարգային հարթակում չենք կարողանում մեկս մեկին նեցուկ լինել, դիցուկ Բաքվում ապրումակցել պատանդարներին, դա արժեհամակարգային խնդիր է։ Հետևաբար ինչ անվտանգության մասին է խոսքը։ Հասկանում եք, անվտանգությունը սահմանից սկսվում է ընտանիքում հոր նկատմամբ ընկալումներից։ Սահմանին անվտանգությունը սկսվում է հարևանին ճիշտ բարևելուց եւ այդ բարևի պատասխանը ստանալուց։ Սահմանային անվտանգությունը սկսվում է մանկապարտեզում տրվող դաստիարակությունից։ Սահմանային անվտանգությունը սկսվում է աշակերտի վարքագծից։ Ուսանողի պատրաստակամությունից դառնալ լավ մասնագետ, հարգել պատվել իր դասախոսին եւ շնորհակալ լինել բուհական համակարգին իրեն գիտելիքները պարգևելու համար։ Եվ ի վերջո սահմանային անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունից ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ոնց որ շատ-շատերը արել են մեզանից առաջ, նաև հիմա, եւ շնորհակալություն բոլոր այն զինվորներին, այն բոլոր մարտիկներին, ովքեր որ իրենց կյանքը ամենօրյա վտանգի ենթարկելով այսօր պահպանում են մեր անվտանգությունը եւ թեկուզ հարաբերական, այսպես ասած։ Շնորհակալ եմ եւ վերջում ինչ կոչ ունեք մեր հասարակությանը, չգիտեմ, գուցե օրվա իշխանություններին կամ հավաքական քաղաքական ընդդիմությանը, որն է մեր այսօրվա բաց թողումը ձեզ, ում կուղեք ձեր կոչը։ Ես կուզեմ հետեւյալ մի քանի կարևորագույն իմ պատկերացմամբ, այսպես ասած, ուղերձները հղել։ Առաջին հերթին ականջ դրեք մեր մեծերի պատգամներին, ականջ դրեք այն ավանդույթներին, որով որ կերտվել է այս պետությունը եւ ի վերջո ժառանգությամբ փոխանցվել է այս հասարակության այն ամեն ինչ մենք ունենք։ Հավատքի մեջ եղեք, վստահեք հայ առաքելական եկեղեցուն, կրթվեք, կրթվեք գրքերով, կրթվեք մեր մեծերի թողած պատգամներով, կրթվեք հայոց պատմության դասերով, սովորեք սխալների վրա, հարգանքով վերաբերվեք ավակ սերնդին եւ եղեք առողջ, լավատես, հավատացեք Հայաստանի լուսավոր վաղվա օրը շատ ավելի պայծառ, քան այն հիմա է, ուղղակի այդ ուղղությամբ պետք է շատ մեծ աշխատասիրություն եւ կամային հատկանիշներ դրսեւորել։ Ես փորձում եմ լավատես լինել եւ դրան հավատալ։ Շնորհակալ եմ հատկապես այդ ձեր լավատեսական ուղերձով մեր եթերը ամփոփելու համար։ Իրապես շնորհակալ եմ թե հետաքրքիր եւ թե խորքային զրույցի համար, պարոն Գևորգյան։
Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրն էր արևելագետ Գոր Գևորգյանը։ Դուք մնացեք կենտրոնում եւ հետևեք օրակարգին։ Կհանդիպենք։